իմացանք նաև գեղեցիկ ստեղծագործության նկարի մասին, իսկ հիմա առաջարկում եմ միասին դիտենք գովազդ։ Մենք վերադարձանք եւ ինչպես արդեն նշել էինք ի սկզբանե ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր։ Կկայանա հայկական համադպրոցական 5-րդ գիտության փառատոնի եզրափակիչ փուլը։ Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը գիտական ղեկավարի աջակցությամբ ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերը։ Դե ինչ մեր տաղավարում արդեն մեր հյուրերն են, Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դասախոս, դոցենտ Գոռ Մարգարյանը եւ Մոնիկա Միրզախանյանը եւ Սարգիս Նահապետյանը։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Ասենք ձեզնից, սա 5-րդն է արդեն թվով, որպես փառատոն, եւ ինչպիսի էր նախորդները ու ինչպիսին էր այս տարվանը։ Այս տարի ավելի զարգացած էին եւ ավելի զարմացրել են ձեզ գուցե երեխաները։ Պատմեք նախորդների եւ այս տարվա փորձի մասին։ Շատ լավ, տեսեք, եթե սկսենք թվային տվյալների վերլուծությամբ, աճը, էվոլյուցիան աշխատանքների տեսնելու տեսանկյունից, ապա ամեն ինչ առավել քան ակնհայտ է, քանի որ տարեստարի թվային տվյալները, ներկայացված հայտերը, ներգրավված դպրոցականները, խմբերը իրենց ներկայացրած հայտերով թվային աճ եւ որակական փոփոխությամբ հայտերի աճը առնվազն նկատելի է եւ սա խոսում է եւ դպրոցականների շրջանում հետաքրքրության մասին եւ խոսում է անընդհատ կատարելագործող աշխատանքների մասին։ Այո, այս տարի արդեն 5-րդն է անցկացվելու, վերջնական փուլը մարտի 29-ին տեղի կունենա արդեն Գիտությունների ազգային ակադեմիայում եւ այստեղ ասերիք շատ կա հետաքրքրությունների եւ կատարված աշխատանքների ներկայացված հայտերի վերաբերյալ կարծում եմ դեռ հասցնելու ենք խոսել, քանի որ բավական մեծ ասելիք կա եւ դպրոցականների ներգրավվածության եւ թեմաների հետաքրքրականության տեսանկյունից այս տարի այո արդեն հաջորդ 5-րդ փուլն է եւ հուսանք վերջին այս հայտերը մեզ նորից, ինչպես եւ անցյալ տարի 24 թվականի փառատոնի ժամանակ կտպավորեն, չեմ էլ կասկածում որ կտպավորեն, որովհետեւ հատկապես անցյալ տարվա փառատոնի ներկայացված հայտերը աչքի ընկան իրենց փայլուն կատարողականությամբ, միջգիտակարգային մոտեցումներով, դպրոցականների ոչ դպրոցականին հատուկ գիտության ու կրթության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությամբ եւ կատարման բարձր որակով։ Դրա մասին կարծում եմ նաեւ ավելի մանրամասն դեռ կհասցնենք խոսել։ Երբ ասում են գիտական փառատոն, հա, նախ եկեք խոսենք թե գիտության որ ճյուղերն են ներգրավված եւ ինչպես են ընտրվում աշակերտները, հետո դառնում խումբ, ունենում առաջնորդ։ Շատ լավ, այստեղ տեսեք, կարևոր օղակ է, կարևոր հանգամանք է փառատոնի ընթացքում, որ դպրոցականները աշխատում են իրենց ուսուցիչների հետ, նախաձեռնող ուսուցիչների հետ, հայտերի ներկայացման տեսանկյունից փառատոնը բաց է բոլոր ոլորտների եւ բոլոր թեմաների վերաբերյալ ներկայացվող հայտերի տեսանկյունից մի կարևոր այստեղ դիտարկում եւ հանգամանք կա ներկայացված հայտերի մեծ մասը, չասեմ ճնշող մեծամասնությունը, բայց մեծ մասը բնական գիտություններին էր վերաբերում, ես որպես հասարակական գիտությունների ներկայացուցիչ սացավով պիտի ասեմ, անցյալ տարի հիմնականում թեմաները վերաբերում են բնական գիտություններին եւ հասարակական գիտությունները բանասիրության, պատմության վերաբերյալ թվով բավական քիչ էին ներկայացված, ինչը խոսում է այն մասին, որ այստեղ անելիք ունենք եւ անելիք ունեն
անանիկ ունեն նաև դպրոցները, ուսուցիչները։ Խմբերը ձևավորվել էին եւ խմբերի աշխատանքների մեջ նկատվում էր տարբեր մոտեցումներ, խմբեր կային անցյալ տարվա փորձով եթե ասելու լինեմ, խմբեր կային, որ առավել քան ակնհայտ էր, որ ուսուցիչը փաստացի կատարել էր այն դերը, որը ի սկզբանե տրամաբանությամբ նախատեսում էր, ուղղորդել էր եւ թույլ էր տվել, որ դպրոցականները, աշակերտները իրենք կառուցեն իրենց հետազոտությունը, իրենք զգան գիտության գրավչությունը եւ իրենք կարողանան հասցնել իրենց հետազոտական աշխատանքը վերջնարդյունքի։ Դա ամենակարևոր դրվագն է, ոչ թե ոչ այն որպեսզի չստացվի այնպես, որ ուսուցչի ուղղորդման աշխատանքները ներկայացնեն աշխատանքի հիմնական մասը, այլ ուսուցիչը ուղղակի ուղղորդի եւ աշխատանքը ամբողջությամբ չանի։ Այստեղ շատ կարևոր հանգամանք էր, որ առավել քան տեսանելի էր աշակերտների այսպես բոցավառված, հետաքրքրված ներգրավվածությունը իրենց կատարած աշխատանքին, ոչ թե աշխատանք, որ ուղղակի այսպես նշանի համար են կատարել, ոչ թե աշխատանք, որ ուղղակի ուսուցչի մտահղացումն է, այլ աշխատանք, որում հենց իրենք էին հետաքրքրված։ Կարծում եմ հենց հիմա իրենց հետաքրքրող թեմաներ կային այդտեղ։ Տեսնենք թե որոնք էին այդ հետաքրքրող թեմաները, այստեղ են Մոնիկան եւ Սարգիսը, հիմա կզրուցենք նրանց հետ, ինչպես որոշեցիք մասնակցել փառատոնին եւ ինչ թեմայով եք դուք ներկայացել։ Մեր թեման խիտոզան, ապագայի պոլիմեր, էլի բնագիտական առարկաների շարքում, հենց քիմիա առարկայի շրջանակներում, իրականում մենք արդեն երկրորդ տարին էր, որ մասնակցում էինք, առաջին տարին այդքան էլ փորձ չունեինք, սակայն ինչպես ասում են, ռիսկը արդեն գործի կեսն է, ու երկրորդ տարի էլ ավելի հմուտ էինք, ու կարծում եմ ավելի լավ ստացվեց։ Դուք ինչպես եք։ Այդ գիտության փառատոնի թեման մեզ համար շատ հետաքրքիր էր, որովհետև դա նոր բան էր մեր դպրոցական կյանքում, ու երբ մեզ առաջարկեցին մասնակցել, մենք մեծ ուրախությամբ համաձայնեցինք։ Առաջին տարին ներկայացրեցինք էլի բնագիտական թեմայով, էլի քիմիայով, բերեցինք տեղ, բայց առաջին տեղը չէր։ Իսկ երկրորդ տարի արդեն մենք ավելի մեծ փորձ, ավելի լուրջ հետազոտություն կատարեցինք ու ունեցանք մեծ հաջողություն։ Իսկ ինչ հետազոտությունների մասին է խոսքը, ինչ հետազոտություն եք այս անգամ կատարել։ Փորձում էինք գտնել փոխարինող սինթետիկ պոլիմերներին փոխարինելու համար, որպեսզի ել ավելի արագ քայքայվեն ու չախտոտեն բնությունը։ Իսկ այսքան մեծ հետազոտություններ եք իրականացնում, արդյոք սա ձեզ համար նաև չի դառնում ինչ-որ բիզնեսի ստարտափի նոր միտք։ Կոնկրետ մեր ծրագիրը ստարտափի միտք դառնալու համար դեռ շատ հում է կարելի ասել, որովհետև ներկայիս տեխնոլոգիաներով այդ թաղանթի ստանալը շատ մեծ ինքնարժեք ունենա եւ որպես ստարտափ դա դժվար կերնի իրագործելը։ Դուք համադասարանցիներ եք, իսկ ով է ձեզ ուղղորդեցին։ Մեզ ուղղորդել է մեր քիմիայի ուսուցչուհին։ Փաստորեն ուսուցիչների ներգրավվածությունն իսկապես մեծ է, ամեն դեպքում, ինչքան էլ որ հետաքրքրությունը աշակերտներինն է։ Այ ինչպես եք ուսուցիչներին ուղղորդում, որպեսզի հետաքրքրվեն նմանատիպ փառատոններում։ Եվ դառնան առաջնորդներ։ Շատ լավ, տեսեք, նախ, ինչպես արդեն նկատեցիք մեր երիտասարդ գործընկերների խոսքից, փառատոնին հնարավոր է մասնակցել ոչ մեկ անգամ եւ փառատոնը թույլ է տալիս աստիճանաբար եւ հաջորդ տարի կատարելագործելով եւ ավելի նոր դպրոցներ, ուսուցիչներ, աշակերտներ ներգրավելու տեսանկյունից փառատոնի վերաբերյալ փառատոնի եւ գիտության, կրթության ամենակարևոր բաղադրիչը, կարևոր բաղադրիչներից մեկը կայանում է նրանում 21-րդ դարում, որ կարիք կա գիտահանրայնացման եւ այսօր լավ է, որ այս գիտակցումը կա եւ կատարվող աշխատանքները եւ փառատոնին վերաբերող միջոցառումները եւ փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունը տարբեր խողովակներով սկսած սոցցանցային հրապարակումներից կամ կայքեջերում տեղադրված նյութերից ընդཐུպ մինչեւ մենք ես ինքս որպես գործող դասախոս իմ ուսանողներին տարբեր համալսարանների, որոնք արդեն դասավանդում են Երևանի կամ մարզերի դպրոցներում, բազմիցս կոչ եմ արել, խրախուսել եմ, որ անպայմանորեն այս տարի հաջորդ տարիներին իրենց թիմերով մասնակցեն, ներգրավեն, թույլ տան, ուղղորդեն դպրոցականներին եւս գալու կրթության եւ գիտության գրավչությունը։
Մի դիտարկում էլ ձեր հարցի հետ կապված ստարտափների հետ, ստարտափների վերաբերյալ անցյալ տարվա ներկայացված թեմաների կեսից ավելին պարունակում է ստարտափային գաղափարը, հատկապես շրջակա միջավայրին շրջակա միջավայրի, թափոնների վերամշակման, շրջակա միջավայրը չվնասելու։ Հասկանում եք, այստեղ շատ հետաքրքիր մի դրվագ կար, երբ մենք գործ ունեինք առաջին հայացքից դպրոցականների, աշակերտների հետ, թվում էր թե այդպես, հա, իրականում մենք պիտի գիտակցենք, որ գործ ունենք արդեն երիտասարդ հետազոտողների, հայրենիքի եւ հասարակության քաղաքացիների, որոնք իրենց երկրի, իրենց հայրենիքի մասին մտածում են, ոչ միայն դա ստարտափի վերածելու, առաջնահերթ դա մտածում են շրջակա միջավայրին չվնասելու, չախտոտելու, ընդհանուր տերևներից թուղթ ստանալու ծրագրեր էին ներկայացված եւ ներկայացված էր նաեւ չեմ ասի թե կատարյալ ձևով, չեմ ասի թե հենց միանգամից հաջորդ օրը կարելի էր դա վերածել ստարտափի, բայց գաղափարը արդեն իսկ կեսից ավելի ծրագրերի մեջ ներկայացված։ Ինչն ամենաթանկն է գնահատվում գաղափարը։ Մենք գիտենք, որ կան շատ ու շատ ստարտափներ, որոնք ընդհանրապես գաղափար են բացահայտում, այսինքն դա իրագործումը չի։ Այնպես որ սա կարող է դառնալ շատ ու շատ ստարտափների սկիզբ։ Լավ, 5 տարուց ավել տարեկան գրեթե 94 պրոյեկտի նոր բացահայտում, արդյոք իրենք ամենա այսպես բացահայտված պրոյեկտը, որը կհամարեք այսքան տարիների մեջ, եւ արդյոք իրենք արդեն կարող են դառնալ մի լուրջ գաղափար, որը որ իրականում կարող է դառնալ հետո արդեն բնակչությանը շատ պիտանի մի պրոյեկտ։ Բնակչության համար պիտանի շատ պրոյեկտներ կարող են տվել ամենաստացվածներից մեկը այսքան տարիների։ Կամ մի քանիսը կարող եմ ասել, շատ հետաքրքիր էր սովորական դռան փականի եւ սմարթֆոնների կապի ստեղծումը, երբ ընդհանրապես սմարթֆոնի միջոցով աշակերտները կարողացել էին մեխանիզմ ստեղծել, որ ուղղակիորեն սմարթֆոնի միջոցով հնարավոր էր դռան, ավտոտնակի, պահարանի եւ այլ կողպեքները բացել ու փակել։ Դա ընդհանուր կիրառման մեջ կամ կիրառման դնելու բավական հետաքրքիր գաղափար էր։ Շատ հետաքրքիր գաղափար կար, որ վերաբերում էր հենց երիտասարդներին, հաշվի առնելով երիտասարդներին դրա հնարավոր վտանգների ռիսկայնությունը, խոսքը վերաբերում է երիտասարդների շրջանում էներգետիկ ըմպելիքների տարածվածությանը, այս թիմը եւս բավական հետաքրքիր աշխատանք էր տարել, համադրելով բնական գիտությունների մեթոդաբանությունը հասարակական գիտություններով կիրառվող մեթոդաբանությունների հետ, սոցհարցումներ իրականացնելով, նաեւ քիմիայի եւ այլ ուղղությունների վերաբերող հետազոտություններ իրականացնելով շատ հետաքրքիր նախագծեր կային եւ կարծում եմ, որ իրենք այնքան գրաված եւ հետաքրքրված են լինելու այս թեմաներով եւ քանի որ եւ գիտության կոմիտեն եւ ԱՌԴ-ի մոտեցումները թույլ են տալիս այս ծրագրերը հետագայում կյանքի կոչելու, բազմաթիվ մրցութային կամ այլ բնույթի ծրագրեր կան, կարծում եմ հետեւողական կլինեն եւ հետագայում կշարունակեն գիտության ու կրթության նկատմամբ իրենց մոտեցումները։ Այ խոսենք հետագայի մասին։ Մոնիկա եւ Սարգիս ասացիք, որ համակուրսեցիներ եք, որտեղ եք սովորում եւ ապագայի հետ կապված ինչ պլաններ ունեք, արդյոք այս աշխատանքից հետո արդեն ունեք նոր գաղափարներ ապագայի համար։ Մենք սովորում ենք պետական բժշկական համալսարանում առաջին կուրս, ապագայի նկատմամբ պլաններ ունենք որոշակիորեն, դա վերաբերում է ընտրված մասնագիտությանը, ես որոշել եմ դառնալ խիրուրգ, Մոնիկան գինեկոլոգ, իսկ հետագա գաղափարների ու ծրագրերի հետ կապված դեռ չունենք ընտրված նոր ծրագիր, եթե լինի գիտության փառատոնի նման ինչ-որ միջոցառում, անպայման կմասնակցենք ու կընտրենք նոր գաղափար, կզարգացնենք այն։ Ցավոք սրտի, այս գիտության փառատոնը միայն դպրոցականների շրջանում էր ու մենք այլևս չենք կարող մասնակցել, բայց ուրախ ու հպարտ ենք, որ գոնե 2 անգամ կարողացել ենք մասնակցել։ Այն նախորդ տարվա փորձը ձեզ ինչ տվեց։ Օգնեց արդյոք այս տարի ավելի լավ ներկայանալու։ Այո։ Ահա, իսկ ընդհանուր քանի մասնակից կար 5-րդ փառատոնում եւ ըստ վիճակագրության, ինչպիսին է աճը տարեց տարի մասնակիցների թվով, ու արդյոք մարզերից մասնակցում են թե ոչ։ Աճը թվային եթե ներկայացնենք, տարեստարի 15-ից 20% թվայինով, նախորդը, եթե չեմ սխալվում, 70 հայտ է եղել,
վերջինը 91 կամ 94 ծրագիր է։ 94 ծրագիր է արդեն ներկայացված, կապված հետագայի եւ հաջող դպրոցականների արդեն ուսանողների աշխատանքների հետագայում իրենց աշխատանքներում պատկերացնելու հետ անցյալ տարի էլ մեզ մոտ ոչ միայն իմ, այլ գործընկերների մոտ շատ հետաքրքիր մոտեցում դրսևորվեց, անկալում արտահայտվեց, որ մենք գործ ունենք ոչ միայն ուղղակի դպրոցականների հետ, ոչ միայն մենք գործ ունենք երիտասարդ հետազոտողների հետ, եւ որոնք այո, փաստացի 1 տարի հետո վերածվելու են ուսանող հետազոտողների եւ իհարկե այսօր չկան ուսանողները չեն կարող մասնակցել դպրոցականների համանախատեսված դպրոցական փառատոնին, բայց օրինակ կան երիտասարդ հետազոտողների համար նախատեսված բազմաթիվ մրցութային ծրագրեր։ Բացի այդ, գիտության կոմիտեն բազմաթիվ դրամաշնորհներ է հայտարարում, որտեղ պարտադիր շեշտադրում ունի ծրագրերում, թեմատիկ ուսումնասիրության ծրագրերում առնվազն 2 երիտասարդ կատարողների երկրորդից 4-րդ կուրսերի ուսանողների ներգրավման։ Այնպես որ հետագայում աշխատանքները արդեն գիտական ռելսերի վրա շարունակելու ռեալ հնարավորությունը առնվազն կա։ Մենք ամսի 29-ին կիմանանք նաև այս մրցույթի հաղթողների մասին։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք գնանք գովազդ դիտելու Շանթի եթերում։ Առաջարկում եմ հիմա միասին բացահայտենք աշխարհի հրաշալիքներից մեկը, որովհետև աշխարհում իրականում շատ են հրաշալիքները, դրանցից մեկն էլ երաժշտությունն է։ Այո, գնանք լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։